եւ այն ինչ արձանագրվել է, ընդ որում ես ուզում եմ օրով ասել, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, այդ ամեն ինչը մենք ոչ միայն դա մեր քաղաքականությունն է, մեր կամքն է, այլև մենք կարծում ենք, որ օր առաջ դա պետք է իրագործվի, րոպե առաջ դա պետք է իրագործվի։ Ինչու՞մ է խնդիրը։ Խնդիրը հետևյալի մեջ է, որ գիտեք, մենք ունենք ստորագրած եւ նախաստորագրած փաստաթղթեր։ Երբ որ հնչում են արտահայտություններ, որոնք չկան այդ թղթերի մեջ։ Օրինակ խոսվեց արդեն, պարոն Թորոսյանը այդ հարցը տվեց, օրինակ օգտագործվում է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Լավ, մեր մոտ հարց է ծագում, որտեղից այդ արտահայտությունը։ Մենք բացում ենք, կարդում ենք այս թուղթը, հա, որը ստորագրել ենք Վաշինգտոնում։ Այս երկու Ադրբեջանի նախագահի հետ այս թուղթը ստորագրել ենք, Միացյալ Նահանգների նախագահն էլ իր հերթին ստորագրել է։ Ստեղ կա տենց արտահայտություն, չկա տենց արտահայտություն։ Շատ լավ, խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր ենք նախաստորագրել։ Կա այնտեղ տենց արտահայտություն, չկա այնտեղ տենց արտահայտություն։ Երբևէ որևէ տեղում մենք ունենք ընդունած թուղթ, որտեղ նման արտահայտություն կա, չկա նման այդ արտահայտություն, հետևաբար դա ինչի համար է օգտագործվում։ Եվ ես պարզ հարց տվեցի, ասացի, որ կարծում եմ արժի, որ պարզաբանում հնչի, այդ որտեղի մասին է դա։ Ընդ որում դրա մասին ես խոսել եմ նաև ազգային ժողովի ամբիոնից, որովհետև այս կարևոր նյուանս է, որովհետև եթե օրինակ Ադրբեջանում այդ կերպ անվանում են, ենթադրենք Հորադիս Զանգելան ճանապարհը, այդտեղ մենք պետք է մեզ հարց տանք, դա մեզ հուզում է, թե մեզ չի հուզում։ Ես ասում եմ մեր երկրի եւ Ադրբեջան, նույնն էլ Ադրբեջանի պարագայում, իմիջիալը չստացվի, որ Ադրբեջանի պարագայում անուններ որոշողը Ադրբեջանն է, Հայաստանի պարագայում անուններ որոշողը Հայաստանն է։ Եվ սա արձանագրված է նաև այս թղթում, որովհետև մենք միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել ենք։ Եվ հետևաբար ոչ մի փոփոխություն տեղի չի, ընդհակառակը փոփոխություն տեղի է ունեցել այդ խոսույթի մեջ, որովհետև օգոստոսի 8-ից հետո ենթադրվում է, որ մենք այլ կերպ պետքա մոտենանք հարցերին, այլ կերպ պետքա դիտարկենք, որ արձագանքեք, ես արձագանքի մեջ ուղղակի ուզում եմ ներառել, որ այն տրամաբանությունը, որը դրել էր ժամանակին Ադրբեջանի նախագահը կամ մեր ներհայաստանյան տիրույթում էր միջանցքի տրամաբանությունը տվյալ արտահայտության հետ կապում, հակադրում է տարածքային ամբողջականության, այսինքն եթե տարածքային ամբողջականության սկզբունքը ֆիքսել ենք մենք հուշագրում, այդ նշանակում է, որ այդ արտահայտությունը արդեն իսկ գոյություն չունի, ըստ իս տրամաբանության։ Այո, բայց ես էլ եմ ուզում, մենք դրա համար եմ ասում, ակնհայտ է, որ մեր հանրության շրջանում այդ արտահայտությունը նյարդը առաջացնում ձեր նշած հանգամանքների բերումով։ Հիմա պետք է հասկանանք դա ինչի համար է օգտագործվում, որ այդ նյարդը առաջանա, բայց կամ մյուս խնդիրը, ես էլ եմ ասում, եթե պարզվի եւ պարզաբանվի, որ Ադրբեջանը օրինակ այդպիսի անուն է ուզում օգտագործի Հորադիս Զանգելան ճանապարհի վրա, մենք մեզ պետք է հարց տանք, դա մեզ հուզում է, թե չի հուզում։ Մենք դա մեր թեման է, թե մեր թեման չի։ Ես ասում եմ, Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ չի կարող լինել այլ բնորոշումներ եւ իմ ասածը լեգիտիմ է։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին, հիմա տեսեք, մենք պետք է օրը առաջ բացենք։ Հիմա մենք առանց որևէ խնդրի կարող ենք սկսել գազամուղերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների նախագծումը եւ կառուցումը։ Մենք հիմա սկսում ենք երկաթուղու նախագծումը պետքա սկսենք եւ տեսնենք այն ինչ ենթակառուցվածքներ կան, որ մենք պետքա վերաբացենք։ Բայց ելի ասում եմ, այս թղթում 5 արտահայտություն կա։ Եվ մենք ասել ենք նաեւ, որ մենք պատրաստ ենք գնալ եւ գնալու ենք պարզեցումների, որպեսզի մեր մաքսային սահմանային հսկողությունները համապատասխան լինեն աշխարհի լավագույն ժամանակակից ստանդարտներին։
Բայց մենք պատրաստ ենք գնալ պարզեցումների, բայց այդ պարզեցումներն էլ պարփակված, սահմանափակված այդ 5 սկզբունքով։ Ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն եւ իհարկե նաեւ փոխադարձություն ներքին երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար։ Մեր կամքը եւ վճռականությունը որևէ կերպ չի սասանվել, ընդհակառակը մենք Ադրբեջան հիմա էլ կարող եմ ասեմ, ինչի ենք այդ բարերի շուրջ վեճ ստեղծում։ Եկեք գնանք գետնի վրա իրականացնենք այն ինչ որ պայմանավորվել ենք։ Մենք րոպե առաջ անելու ենք դա եւ մենք շատ ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։ Ագնես Ախամոյան։ Շնորհակալ եմ։ Հարցս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին։ Դուք օրերս հանդիպել եք մի այդ նախագահ Մատիաս Գյոմարոյի հետ։ Ասում են բովանդակային քննարկում եք ունեցել։ Համենայն դեպս այդպես արձանագրված էր հաղորդագրության մեջ։ Ինձ հետաքրքիր է, թե արդյոք դուք արդարադատության մարտիկ, օբյեկտիվության աղբյուր, իմաստնության ակունք Արմեն Դանիելյանի մասին պատմել եք մի այդ նախագահին, շատ ուշագրավ պատկեր արձանագրվեց, ես ուզում եմ դա ձեզ ցույց տալ, այստեղ մի այդ նախագահն է, իր կողքին նստած է Վահե Գրիգորյանը, մի այդ դատավորը, որին ժամանակին Արմեն Դանիելյանը թույլ չէր տալիս խոսել, խոսելու իրավունք չէր տալիս, դուք էլ դրսում, պարոն Փաշինյան, ասում եք, որ այստեղ դատարան չկա, կա միայն դատարանի շենք եւ դատավոր չկա։ Ինձ հետաքրքիր է պատմեցիք արդյոք մի այդ նախագահին, որ օրենքի, իրավունքի, դիկտատուրայի շրջանակներում Արմեն Դանիելյանին վերաքննիչից տարել եք վճռաբեկ դատարան։ Հարց 1, հարց 2։ Ինձ հետաքրքիր է, երբ բացահայտեցիք Արմեն Դանիելյանի բացառիկությունը։ Եղոյան։ Երբ պարզեցիք, որ Դանիելյանը գանձ է, գտածո է։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Միեդում մենք քննարկել ենք դատաիրավական համակարգի հետ կապված խնդիրներ եւ չենք քննարկել անհատներ, անձեր եւ անհատական դրվագներ։ Մենք քննարկել ենք արդարադատության ոլորտի խնդիրները, որոնք կան Հայաստանում, մարդու իրավունքների եվրոպական դատարանի ինստիտուցիոնալ կարևորությունը եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապված հարցեր։ Այլ հարցեր չենք քննարկել։ Պարոն Փաշինյան, իմ հարցը ռետորական էր։ Արմեն Դանիելյանը մարդ չի, Արմեն Դանիելյանը դատավոր է, որի կայացրած վճռի հիման վրա այսօր միեդում ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում գանգատ կա։ Արմեն Դանիելյանը մարդ է, որին դուք ամենավերջին որակումներն եք տվել, հետո ձեր ֆրակցիային ստիպել եք ընտրել վճռաբեկի դատավոր, որովհետև պարտք եք ունեցել իրան։ Եվ ես սրանից մի հետևություն եմ անում, եթե օրենքները, սահմանադրությունը, բռնաբարողը ձեր իշխանության կողմից կարող է պաշտոնի առաջխաղացում ունենալ, ապա վաղը պեդոֆիլներն էլ կարող են մանկապարտեզների վարիչներ նշանակվել։ Ձեր իշխանության ժամանակ կար տես դեպք, որ պեդոֆիլը ձեր սիրած հանրապետության թիվ 1 ներդրողն էր, թիվ 1 բարերարը, որին բոլոր պաշտոնական միջոցառումների բանը ամենաակտիվ մասնակիցը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես ասում եմ այն դեպքը, որ դատարանով հիմնավորվել, ապացուցվել է եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ինչի՞։ Այո, եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ
Պետոֆիլներին բարձր պաշտոնների եւ պատվավոր տեղերի արժանացնելու դեպքեր մենք տեսել ենք ձեր իշխանության տարիներին, իսկ ընդհանուր առմամբ ելի եմ ասում ձեր ասածը համարում եմ էժանագին սպեկուլյացիա, որովհետեւ եթե գանձերի մասին ենք խոսում, ձեզնից եւ ձեր ֆրակցիայից ավելի ուժեղ գանձ չկա եւ հետեւաբար մենք մեր երազանքի գանձերը գտել ենք, եթե գանձ եք, հա? Գրքերն էլ եթե գանձ եք փնտրում հայելու մեջ նայեք ձեզնից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի եւ մենք դրա համար ձեզ այտենց փայփայում ենք որպեսզի ձեր փայլը անընդհատ շողշողա հայրենի խորհրդանում եւ հայրենի քաղաքական կյանքում որովհետեւ դա իսկապես շատ օգտակար է հատկապես կառավարող մեծամասնության համար։ Շնորհակալ